Ռոբերտ Քոչարյանի վարկանիշի հետ մասին խոսելիս միշտ պետք է հիշել, որ Ռոբերտ Քոչարյանը նախագահական բացարձակ իշխանություն ունենալու ժամանակ չի կարողացել երբևիցե իր մրցակիցներին, նորեկ մրցակիցներին քաղաքական դաշտում հաղթի։ Դա խաբկանք է, թող իրանք ցույց տան, այո, կարող է մեր վարկանիշը, վարչապետի վարկանիշը, իմ վարկանիշը տատանումներ ապրի եւ ընդհանրապես բոլոր գործող իշխանությունների վարկանիշները, որոնք որ գործ են անում, այլ ոչ թե փորձում են ինչ-որ մեկին հաջողանան եւ պոպուլիզմով զբաղվել, այո, իշխանում բարձրանում է, բայց ես ներողություն եմ խնդրում, նորից եմ ասում, չի մի համարեք, որ սա ինչ-որ իրականություն է, որը ցանկալի իրականություն է, ես վստահ եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 1 տարի հետո Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ խոսելու է եւ ստանալու է 50+1 ձայներ։ Միանձնյա ամենայն հավանականությամբ կազմելու է իշխանություն եւ շարունակելու են բարեփոխումները, որը որ Հայաստանի Հանրապետությանը պետք է։ Այն ինչ որ մենք արել ենք Հայաստանի Հանրապետության դրական, որ չընդհատես կիմանաս, որ չընդհատեք։ Նախ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը մեզ կօգնեն այդ հարցում, ինչպես նաեւ Արտուր Վանեցյանները եւ մնացած նման մարդիկ, հենց իրանք մտնեն եթեր, մեր վարկանիշը կսկսի բարձրանալ։ Եթե դրան միանան Վազգեն Մանուկյանները եւ Բագրատ Սրբազանները, վարկանիշը եւս 5 սանդղակով կավելանա։